Շարքային Գրիշկյանն ավելի քան 1 տարի է համալրել է զինված ուժերի շարքերը։ Էմիլը ծնվել է զինվորականի ընտանիքում եւ մանկուց է ծանոթ բանակային կարգապահությանն ու առօրյային։ Բանակ գնալիս էդին ավելի շատ առավելություններ, որովհետեւ դեռ մինչ մյուս ջոկի հրամանատարները սովորացնում են մյուսներին թե ինչպես անեն աշխատանքները, ես արդեն անում էի, վերջացնում էի եւ 1 քայլ առաջ էի արդեն ինձ հետ եկած զինծառայողներից։ Ժամկետային ծառայության ընթացքում տեղեկանալով Պաշտպան հայրենյաց ծրագրի մասին երիտասարդ տղան որոշում է ծառայությունը շարունակել պարտադիր հիմունքով։ Էմինը 4 ամիս է Պաշտպան հայրենյաց ծրագրի շահառու է։ Առավելությունները նրանում են, որ 19 տարեկանում բարձր աշխատավարձ սովորում ես ավելի շատ բան, քան թե դու գիտեիր քո ժամկետային ծառայության ընթացքում եւ ավելի պրոֆեսիոնալ ես դառնում որպես զինվոր կամ սպա։ Շարքային Գրիշկյանը մասնագիտությամբ կապավոր է եւ քաջ գիտակցում է։ Չկա կապ, չկա կառավարում։ Բոլոր մասնագիտություններն էլ զինուժում կարևոր են, բայց ինչը վերաբերում է կապավորին, կապավորը ինձ թվում է, որ ամենագերազանցը պիտի լինի, թե մասնագիտական գիտելիքներով, թե մարտական խնդիրը կատարելու ընթացքում։ Լավ կապավոր լինելու համար պետք է միայն սովորել, լինել ֆիզիկապես կոփված, լինել համբերատար եւ լինել միշտ բարձր տրամադրությամբ։ Էմինը ջոկի հրամանատար է, ուսումնական զորամասում նա ինչպես ֆիզիկական, այնպես էլ մասնագիտական պարապմունքներ է անցկացնում։ Երկրորդը առաջինի։ Ես իմ ջոկի հետ ամեն օր պարապում եմ, թե շարային, թե մասնագիտական, թե կրակային, թե ֆիզիկական։ Եվ ես ամեն անգամ նրանց հետ եմ, նրանց ցույց եմ տալի, թե ինչպես անեն, ոնց ճիշտ անեն, որպեսզի բարձր ստանան եւ բարձր պահեն մեր զորամասի, մեր ուսումնականի եւ մեր ջոկի անունը։ Երիտասարդ տղան կարևորում է զինվորների ոչ միայն մասնագիտական հմտությունների կատարելագործումը, այլ նաև ազատ ժամանակի ճիշտ կազմակերպումը։ Ազատ ժամին նրանք կամ ավելացնում են իրենց մասնագիտական գիտելիքները, կամ զբաղվում են ժամանցով, խաղում են շախմատ, շաշկի, ոմանք զբաղվում են իրենց կենցաղային խնդիրներով, ոմանք էլ ընթերցանությամբ։ Ծրագրին միանալուց հետո Շարքային Գրիշկյանը մասնակցել է նաև ատեստավորման քննություններին։ Ես ատեստավորվել եմ լավ գնահատականով եւ ստանում եմ ամսական 400,000 դրամից ավել գումար։ Ինչպես նաեւ այս ծրագիրը թույլ է տալի 19 տարեկան երիտասարդներին, որպեսզի իրենց ծառայությունը, իրենց պարտքը կատարեն հայրենիքի դիմաց եւ երեկոյան վերադառնան տուն եւ զբաղվեն իրենց առօրյա գործերով, իրենց ժամանցով։ Արչևում երկար, բարդ ու պատասխանատու ճանապարհ է։ Շարքային Գրիշկյանը վստահեցնում է, ջանք ու եռանդ չի խնայելու զինուժի արժանապատիվ սպա լինելու համար։ Ես ցանկանում եմ շարունակել հայրիկիս ճանապարհը եւ դառնալ սպա, որպեսզի թե իմ ծնողները, թե իմ ազգը, թե ինձ դաստիարակող սպաները ինձնով հպարտանան։ Զարուհի Ռշտունի, Ռազմիկ Տիգրանյան, Զինուժ։